հիշեք այդ ակնկալիքները։ Հայաստանը չի քննարկում Ռուսաստանի հետ կապերը խզելու հարցը, հանրային հեռուստաընկերության եթերում ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով օրակարգում չկա նաև Գյումրիում տեղակայված ռուսական 104-րդ ռազմաբազան հեռացնելու հարցը։ Պետրոս Ղազարյանը մեջբերել է ընդդիմության հարցը մեջբերում, ինչու է Ադրբեջանը մեզ էժան բենզին տալիս։ Նախարարը պատասխանել է. Որովհետև խաղաղություն է հաստատվել եւ համագործակցություն պետք է ձևավորվի։ Եվ մեր տարածքով էլ պիտի անցնեն ադրբեջանցիները այո եւ Թուրքիայի բեռները վաղնիսօր եւ մենք պետք է իրաց տարածքով ապրենք, անցնենք եւ մենք պետք է իրենցից ապրանք գնենք եւ իրենք պետք է մեզնից ապրանք գնեն։ Մենք կառուցում ենք խաղաղ միջավայր Հայաստանի Հանրապետության շուրջ։ Այս խաղաղությունը այլընտրանք չունի։ Դեկտեմբերի 28-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Mazda Magnişi ավտոմեքենան Գյումրի-Երևան ավտոճանապարհի ոսկեված բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին եւ հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով երկու մարդ տեղափոխվել է աշտարակի բժշկական կենտրոն։ Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ազատան Գյումրի ավտոճանապարհին բախվել են Mercedes եւ Lada Magnişi ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երկու մարդ տեղում մահացել է, 3 վիրավոր տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն։ Տոնական նվերներն ու ուրախ տրամադրությունը Տաշիր բարեգործական հիմնադրամն այս անգամ Լոռու մարզի Տաշիր քաղաք է հասցրել։ Մեր ձևով ժողովրդական շարժման առաջնորդ ազգային բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ Ամանորի նախաշեմին հարյուրավոր երեխաներ ստանում են ավանդական տոնական նվերների փաթեթները։ Երեք տասնամյակի պատմություն ունեցող այս նախաձեռնությունն իրականացվում է այն համոզմամբ, որ ուժեղ Հայաստանի հիմքը երեխաներն են, եւ նրանց նկատմամբ ուշադրությունն ու օգտատարությունը ներդրում է երկրի ապագայի մեջ։ Մարզերի երեխաներին ժպիտներ պարգևող նախաձեռնությունն արդեն իրականացվել է Վանաձորում։ Հաջորդ կանգառը կլինի Ստեփանավանը։ Պարտեզում են նույն ձև Կարապետյանների կողմից թորնիկներից տվել են նվերներ, թող գալիք տարին լավ լինի, ինքն էլ թող դուրս գա, որ մեզ դիկում կանգնի։ Շնորհավոր նոր տարին։ Նույն սրբսն ու նույն դեպ ցանկանում եմ Կարապետյան ընտանիքների, որ միշտ անպագաս լինեն ժողովրդը։ Տարեմնորեն տանի ակումբները բաժան չի բորա։ I have no problem with doing it. Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո ավարտվել է Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմերը մոտ են համաձայնության, նշելով, որ քննարկվել են բազմաթիվ հարցեր եւ բանակցությունները հասել են վերջին փուլին։ Նրա խոսքով հակամարտությունը կամ կավարտվի, կամ դեռ երկար կշարունակվի։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ 20 կետանոց պայմանագրի շուրջ 90%-ն է համաձայնեցված, իսկ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը ամբողջությամբ։ Միաժամանակ նա ընդգծել է, որ տարածքային հարցերը մնում են ամենաբարդն ու չլուծվածը, հավելելով, որ անհրաժեշտ է շտապել համաձայնության հասնել, հակառակ դեպքում Ուկրաինան կարող է կորցնել նոր տարածքներ։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը եւ կարգավորման ուղիները։ Թրամփը նշել է, որ պատերազմի վերջնական դադարեցման համար Կիևից պահանջվում է պատասխանատու քաղաքական որոշում, որը վերաբերում է Դոնբասին։ Օշակովն ընդգծել է, որ քննարկման ընթացքում Պուտինը համաձայնել է շարունակել աշխատանքը երկու աշխատանքային խմբերով, որոնցից մեկը զբաղվելու անվտանգային խնդիրներով, իսկ մյուսը տնտեսական հարցերով։ Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են բանակցել նաև Թրամփի եւ Զելենսկու հանդիպումից հետո։ Եմենի Հուսի ապստամբների առաջնորդը զգուշացրել է, որ Սոմալիլենդում Իսրայելի ցանկացած ներկայություն կդառնա ռազմական թիրախ իրենց համար։ Առաջնորդ Աբդել Մալիկ Ալ-Հուսիի խոսքով իրենք Իսրայելի ներկայությունը սպառնալիք են համարում տարածաշրջանի անվտանգության համար, քանի որ լարվում են Սոմալիլենդի եւ Եմենի հարաբերությունները։ Օրերս Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ստորագրել էր Սոմալիլենդի անկախ ճանաչման փաստաթուղթը, ինչը շատ երկրների մոտ բողոքի ալիք է բարձրացրել։ Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը 6-րդ անգամ դարձել է արագ շախմատի աշխարհի չեմպիոն Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած առաջնությունում։ 35-ամյա շախմատիստը վաստակել է 10.5 միավոր, մրցաշարային աղյուսակում 1 միավորով առաջ անցնելով իր ռուս մրցակից Վլադիսլավ Արտեմիևից։